Երեք հայտարարվեց Սամվել Կարապետյանի թեկնածության մասին, ինչպես եք վերաբերվում այս ամենին։ Ես հələ իմ գնահատությունը չեմ տալիս, ես հələ սպասում եմ, ուսումնասիրում եմ, սենց ասած, նայենք ինչ ծրագիր է ներկայացնելու, հələ ես ծրագիր եմ սպասում։ Դրանից հետո մենք կորոշենք, այսինքն արձագանք կտանք։ Ուղղակի ցավալի է, որ 25 հատ տեխնացու ունենք։ Ամեն մեկից ձայն է խլելու, դա միանշանակ։ Ու Նիկոլ Փաշինյանի համար ճանապարհ են բացելու։ Ճիշտ ասած, հələ պարզ չի, դրանք թույլ կտան, որ դրանք մասնակցեն ընտրություններում, հələ այդ հարցը դրված է, չգիտենք, բայց երեք մենք հետևել ենք ինչա կատարվում, հայտարարել են, որ ինքն է դառնում, առաջնորդ ուղղակի սպասում ենք ծրագրերի հետ կապված։ Հիմա գիտեք, ամեն մեկը իր ծրագիր է ներկայացնում։ Ես հələ չեմ ուզում ոչ մի բան ասեմ Սամվել Կարապետյանի մասով, պիտի սպասենք, ինչ են ասում, ոնց են տենում, ուր են գնում, տնտեսական գծով, հավանականության հետ կապված խնդիրներ, արտաքին եւ ներքին քաղաքականության հետ կապված։ Դրանից հետո մենք արձագանքենք անպայման։ Եթե մենք գտնվենք ճիշտ որ կողք կաղնենք, ուրեմն սենց կորոշենք, եթե չէ, ուրեմն մենք մեր ճանապարհով կգնանք։ Այդ կապվածա ոչ միայն Սամվել Կարապետյանի հետ, այլ տարբեր ուժերի հետ կապված։ Բայց ճիշտ ասած, այն process-ը, որ հիմա գնում է Հայաստանը, ասեմ սենց, ցավալի է, բայց պիտի ասեմ։ Այն ինչ որ ես տենում, ինչ որ կատարվում է մեր քաղաքական դաշտում, հələ որ քաղաքական պայմանագիրը մնում է իշխանությունում, հələ որ այս ճանապարհով են գնում։ Նորից ասում եմ, ցավոք սիրտի եւ ցավալի է, որովհետեւ 25 հոգի տեխնացու չի կարա նորմալ բաներ բերեն քաղաքական դաշտում։ Ամեն մեկից ձայնա խլելու ու դա շատ վատ է։ Ես sense ինչ ասեմ, ողջունում եմ ամենալավ բաներ եմ ցանկանում Սամվել Կարապետյանին, եթե հաջողվի մենք ուրախ կլինենք այսքանը։ Իսկ այն 5 քայլերը, որ թիմը ներկայացրել է Սամվել Կարապետյանի, օրինակ 0% հարթ փոքր բիզնեսներին։ Գիտեք, դեռ բաներ կա, որ ես համաձայն չեմ ու շատ վտանգավոր հայտարարություններ են արել, եթե այդ բաղով, եթե ամեն մեկը 0% մուծելու, բա Հայաստանը ինչ, ում հաշվին պիտի ապրի, չէ, բանակը պիտի պահենք, չէ, սոցիալական հարցեր կան, առողջապահության հարցեր կան, ընդհանուր բանակի եւ անվտանգության համակարգ աշխատում, նույն ոստիկաններ, ազգային անվտանգության ծառայությունը, ռազմավետքեն, նու լիքը բաներ կա, որ փող է պահանջում։ Եթե ինչքան բիզնեսներ կա 0.1, 0.2, 0.3, 3% նալոգներ են մուծելու, բյուջետը դատարկ է լինելու։ Նույնը դեղերի հետ կապված։ Դեղերի հետ ոչ թե մենք պիտի ասենք իժան դեղեր ենք ծախելու կամ ինչ-որ մի բան։ Այսինքն կա NDS, չէ, դեր նալոգներ կա։ Այդ 22% հանում ես ոնց որ Վրաստանում։ Դեռ չկա, եթե դուք դեղ եք արտադրում կամ բերում եք դրսից, այսինքն տամոժնային ոչ մի բան չեք մուծում։ Գինա ավտոմատ ձևով իջնում է։ Այդ առաջինը։ Երկրորդը ես համաձայն չեմ, որ նալոգներ չպիտի լինի կամ շատ ցածր։ Եթե ներդրումներ են բերում դրսից, խոսքնակ սենց ասեմ, Թայլանդում, եթե դուք ներդրում եք բերում 25% պլյուս $1, 25 միլիոն դոլար պլյուս $1, խոսքը օրինակ դուք նալոգները չեք մուծում, միայն աշխատավարձից ինչ-որ բաներ, հա, ներդրումներից կարանք, ինչ-որ գոտայի հետ բաներ հետ կապած տանք, բայց որ լրիվ աշե այն նայեք, Հայաստանում դուք որ ոսկ եք արտադրում, ոսկի հանում եք Հայաստանից դուրս, չնայած եթե բիրժային ապրանքն է, 0% է, այսինքն դուք ոչ մի բան չեք մուծում, 0%, դա անորմալ բանն է, այս մասին Սամվել Կարապետյանը պիտի հայտարարի ոչ 0% ալնելու, այ խոսքինակ պլյուս 10, պլյուս 15, որովհետև բյուջետն է լսվում այդ բանը, այդ բաները ես չեմ լսել, բայց նույն եթե ասում են նախարարներ ավել գումար կստանան խոսքի օրինակ ձախ կողմից կամ աջ կողմից, դա էլ ճիշտ չէ։ Դա
արդեն կոռուպցիոն համակարգի մեջ համտնում արդեն։ Սենց լիքը բաներ կա, ես հələ ուսումնասիրում եմ, բայց բաներ կա, որ համաձայն չեմ, բաներ կա։ Միգուցե դրանք կփոխվեն, կհասկանան, ավելի ճիշտ կուղղության այդ ամեն ինչը կներկայացնեն, բայց որոշ մոմենտներ կա նույն բանակի հետ կապված, անվտանգության այդ խնդիրների հետ կապված, ես համաձայն չեմ։ Դա բարձրացում է, որտեղ պրոֆեսիոնալ մոտեցում չի այդ հարցի հետ կապված։ Մեր համար ընդհանուր հիմա պետք է մի քանի հատ հարց է։ Առաջինը ձերի բարձրագույն կրթությունը, ձերի, որտեղ մենք լիքը գիտնականներ ենք կորցնում։ Խոսքինա գյուղում կարող է լավ տալանտավոր երեխա է ապրում, բայց հնարավոր չի ամսական տարվա մեջ $2000 պողմուց, չէ՞, համասարանում։ Այսինքն Հայաստանում բարձրագույն կրթությունը պետք է լինի ձերի, առողջապահությունը, պետական հաշվ։ Այդ երկրորդը, այսինքն ապա հետ կապված, ապահովման գյուղտեսություն խնդիրների հետ կապված։ Լիքը սենց հարցեր կա, որ մենք պիտի որպես պետություն մեր վերաբերենք, որպես պետությունը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ասում է 65000 դրամ, չէ՞ հիմա ապահովում այդ առողջապահության հետ կապված։ Այսինքն այդ ինչ է նշանակում։ Այդ նշանակում է, եթե խոսքինակ 165000, բայց եթե 250, եթե 300000, ինչ է դառնում։ Այսինքն պետությունը մտածում ծեր առողջապահության մասին, ես պարտավոր մտածեմ, բայց եթե պետությունը չի մտածում, այս ծրագիրները ես պիտի լսեմ, եթե այս ծրագիրներ չկա, որ առողջապահությունը ձերի մեր քաղաքացիների համար, ուրեմն դա լավ բան չի, այսինքն ապագան չկա, բարձրագույն կրթություն, անվտանգություն, բանակ, այսինքն մենք ինչ ենք անում, որ Նիկոլ Փաշինյանը կրճատել է ժամկետը, որ 6 ամիս ավելի քիչ են ծառայում, դա նշանակում է բանակի կրճատումներ է։ Այսինքն մենք պիտի ոչ թե 2 տարի, ես լուրջ եմ ասում, այլ 2.5 տարի։ Հիմա օրենք են ընդունել, փողով կարած չգնաս, չծառայես, բայց եթե պատերազմը սկսում, մարդ ասում է կներեք, ես խոսքի ունակ $25000 կամ $50000 փող եմ մոծել, ես չեմ գնում պատերազմ։ Հիմա եթե 100,000 մարդ փող է մոծում ու բանակը չի գնում, մեր վերահարձակումը ինչ ենք անում։ Այդ հարցեր կա, ես ուզում եմ լսել։ Ինչպես եք վերաբերվում բանակում հոգևոր ծառայության լուծարմանը։ Պարզ աստեղ, որ դրանք եկեղեցու հետ պայքար են տանում, մտել են պատերազմի մեջ։ Բանակի վրա այդ ազնելու է միանշանակ։ Ասենք դու չես կարա Տեր հային ասես մեր հետ ես, մեր հետ չես, ծառայում ես, չես ծառայում։ Դա շատ վատ հետևանքներ է բերելու մեր համար։ Սենց ասեմ ձեզ, ինչքան ես գիտեմ, ինտվիալներով, քանի որ շրջապատում ենք բանակում, վատ տրամադրություններ է բանակում։ Շատեր ուզում են զորացրել նույնիսկ պայական կազմը։ Հիմա որ ասում եմ, հələ մի գնացեք, մի շտապեք, մի վրազեք, ասում է չէ, իմաստը չկա որ մնանք, նույն ժամանակ մտածում ասում է լավ, հիմա զորացրել են գնամ տաքսի քշեմ, գործել չկա, հասկանում եք, դրանք բանակի հետ այսքան վատ բաներ են արել, այսինքն մեր անվտանգությունը լրիվ դժվարացած վիճակում է, ջախջախել են լրիվ, Ադրբեջանը օրից օր ուժղանում է, օրից օր 48 հատ ինքնատիր առնում, հիմա 100 հատ տարբեր հրետանավորների միջոցների առնում, այսինքն իր բյուջետը դարավ արդեն 5 միլիարդ, 6.5 միլիարդով ինքնատիրներ առնում Շվեդիայում, պատկերացրեք, մենք էլ հայտարարում ենք, այս տարվա գիտեք չէ, լցել եք երևի զորավարժներ նախացեցված չէ, պատկերացնում եք բանակում, բյուջետը կրճատվում է, մոտավորապես չգիտեմ 15% կամ 20%, ասենք ինչ վատ բաներ կա բանակի հետ արել են արդեն, մենք գտնվում ենք շատ վտանգավոր վիճակի մեջ ենք արդեն։